Ողջույն, կրկին ես եմ եւ միասին մենք այսօր շարունակելու ենք արհեստական բանականության օգնությամբ առանց որևէ ծրագրավորման հմտությունների գործիքակազմի պատրաստումը։ Եվ այսօրվա մեր տեսանյութում ես ձեզ կներկայացնեմ մի քանի հարակից հարթակներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս պահպանելու կոդը, այն կայքի տեսք հաղորդելու եւ իհարկե հասանելի դարձնելու տարբեր օգտատերերին։ Ցանկացած գործիք ստեղծելիս իհարկե հնարավոր է այն ստեղծել լոկալ տարբերակով եւ շատ ծրագրավորողներ իրականում հենց այդպես էլ սկզբանե անում են, այսինքն լոկալ ձեր համակարգչի վրա պատրաստում են կայքը, պատրաստում են հարթակը եւ այն հասանելի է լինում միայն հենց տվյալ համակարգչով, բայց մեր այսօրվա տեսանյութում մենք միանգամից կաշխատենք առցանց տարբերակով, որպեսզի տեսանյութում ստեղծվելի գործիքը նաև տեսանելի լինի ձեզ համար որպես դիտորդներ։ Գործիքը, որը այսօր մենք կպատրաստենք միասին եւ հենց այդ պատրաստման ընթացքում էլ կներկայացնեմ հարակից գործիքները, կլինի Երևանում միջոցառումների մասին տեղեկատվական հարթակ։ Եվ միտքը պարզապես եկավ այնտեղից, որ վերջին օրերին բազմաթիվ միջոցառումներ կան Երևանում եւ պատկերացնենք, որ այդպիսի մի հարթակ ենք ստեղծում, որտեղ բոլոր միջոցառումները իրենց հարակից տեղեկատվությամբ կլինեն։ Դե ինչ, գնացինք։ Ինչպես եւ նախորդ անգամ խոսեցինք, ես իմ գործիքների պատրաստումը սկսում եմ ChatGPT-ից եւ պատճառն այն է, որ Claude-ի դեպքում թոքենները այդ հարցումների ժամանակ գնում են, ծախսվում են եւ որպեսզի խնայեմ թոքենները կոդի ստեղծման համար, հիմա մենք ChatGPT-ի օգնությամբ կսկսենք մեր product-ի նկարագիրը։ ChatGPT-ին կասենք, որ ցանկանում ենք Երևանում միջոցառումների հարթակ ստեղծել։ Ինչ ենք այստեղ prompt-ի տեսքով գրել, գրել ենք, որ ուզում ենք Երևանում միջոցառումների հարթակ, տեղեկատվական հարթակ ստեղծել։ Հարթակը ստեղծել ենք Claude կոդի միջոցով, ուզում եմ, որ ChatGPT-ին լավ prompt ստեղծի եւ այդ prompt-ի մեջ նշված լինի, որ Claude կոդը հասկանա, որ ես ծրագրավորող չեմ եւ ես IT ենթակառուցվածքները հասկանալուց այնքան էլ լավ չեմ։ Ինչ ասեցինք, որ ուզում ենք կոդը պահվի GitHub-ում, օգտագործելու ենք Vercel-ը եւ Supabase-ը եւ այս մասով հիմա ավելի մանրամասն կասեմ, թե ինչ են այս բոլոր հարթակները իրանցից ներկայացնում։ Չենք աշխատելու լոկալ տարբերակով, այսինքն ինչպես նշեցի, համակարգչի մեջ չենք պահելու կոդը, որովհետեւ այն միանգամից հասանելի լինի ձեզ համար եւ եթե որևէ հարց ունի ChatGPT-ին, թող միանգամից ինձ հարցնի։ Տեսնենք ինչ է պատասխանում։ Մի քանի շատ հարցեր միանգամից եկան, փորձենք արագ պատասխանել, ինչ է լինելու իվենթների հարթակի անունը, եկեք կոչենք այն Երևան Events AI, երկար եւ ոչ այնքան գրավիչ անուն է, բայց այս բանի համար կլինի, նշենք, որ միայն ես կարող եմ ավելացնել միջոցառումներ, արդյոք ավելացված միջոցառումները պետք է հաստատում ստանա թե չէ, այս բանը նշենք, որ դա էական չէ։ Ինչ չորրորդ հարցում ասում են, ինչ միջոցառումներ ենք պատկերացնում, մենք նշեցինք, որ բոլոր միջոցառումները, որ նշված է, համերգներ, թատրոն եւ այլն բոլորը կլինեն, բոլոր դաշտերը, որ առաջարկում է թող լինեն, այսինքն գին, տեղ, ժամանակ, տոմսով թե առանց եւ այլն, կայքը թող լինի անգլերենով, այս բանի համար։ Օգտատերերի հաշիվներ եկեք ունենանք, որպեսզի նաեւ տեսնենք այս գրանցման պահը ինչպես է աշխատելու եւ ինչի համար մեզ պետք է լինի հատկապես Supabase հարթակը։ 8-րդ հարցը այս բանի վաճառքներ չենք տեղադրի։ Շատ կարևոր հարց է 10-րդ հարցը, ասում է ինչ պետք է առաջին տարբերակը, մեր առաջին տարբերակը, որ կստեղծվի, ինչ պետք է ներառի եւ առաջարկում է homepage, այս հիմնական էջ, իվենտների ցանկ, մանրամասներ եւ այլն, եկեք հենց իր ասած տարբերակով էլ գնանք։ Հարցնում եմ, ունեմ արդյոք ես GitHub-ի, Vercel-ի եւ Supabase-ի account-ներ։ Այո, ունեմ։
Եվ այո, եկեք նշենք, որ 12-րդ հարցով, ասում եմ, որ արդյոք ուզում ենք, որպեսզի Claude Code-ը մեզ անընդհատ հարցնի կարևոր որոշումներից առաջ, այո, ուզում ենք, որպեսզի ընթացքում հանկարծ խնդիրներ չլինեն, ոչ մի local development չենք ցանկանում եւ դիզայնի մասով minimalistic design։ Եվ բոլոր հարցերին պատասխանելով, փաստորեն ChatGPT-ն մեզ արդեն իսկ տվել է prompt-ը։ Տեսնենք ինչ է prompt-ի մեջ ասում է, որ ուզում ենք web platform ստեղծել, որի անունը կլինի Yerevan Events AI, պլատֆորմը կլինի միայն անգլերենով, կունենա minimalistic ոճ, իմ մասին է որոշակի կոնտեքստալ եւ սա շատ կարեւոր է, որ ես ծրագրավորող չեմ, դժվարանում եմ հասկանալ IT ենթակառուցվածքները, ինձ պետք է ամեն ինչ շատ պարզ ոչ տեխնիկական լեզվով բացատրել, չենթադրել, որ ես գիտեմ ծրագրավորման ինչ-որ տերմինոլոգիա եւ այլն, այսինքն ընդհանուր առմամբ պատմում է թե նշում է թե ինչքան պարզ պետք է լինի ամեն ինչ, որպեսզի ես որպես ոչ ծրագրավորող այս ամենը հասկանամ։ Կարևոր արդեն բուն պրոյեկտային տեսանկյունից մենք լոկալ չենք աշխատելու, այտենց հատուկ ինչ-որ բաներ ինստալ անելու ինձ չառաջարկի, եւ մենք աշխատելու ենք GitHub-ում, Vercel-ում եւ Supabase-ում։ Ունենք պլատֆորմի նկարագիրը, ունենք որոշակի կանոններ, որոնք վերևի հարցապատասխանի մեջ մենք նշեցինք, եւ արդեն այս ամբողջ մանրամասնությամբ տեսեք որքան երկար prompt ենք մենք ստացել, այս ամբողջ prompt-ը մենք հիմա այսպես copy կանենք եւ կտեղափոխվենք Claude Code տեսնելու ինչ ենք անում։ Մի բան, որ իհարկե այստեղ կավելացնենք ի հավելումն, որ կշեշտենք, որ այս նախագիծը կապ չունի մեր դասավանդի պրոյեկտի հետ, որի մասին նախորդ տեսանյութում խոսում էինք, որպեսզի հանկարծ այն ամեն ինչ, որ հիմա ստեղծելու ենք, սխալմամբ իմ հիմնական պրոյեկտի մեջ չտանի։ Գնացինք։ Տեսնում ենք Claude Code-ը արդեն իսկ սկսեց որոշակի մեզ պատասխաններ գեներացնել, ասում է թե ինչ է հասկացել, որոշակի փուլավորում է իրականացրել, այսինքն մեր ամբողջ պրոյեկտը բաժանել է 8 փուլերի, որի վերջում մենք ամեն ինչ կտեստավորենք եւ վստահ կլինենք, որ աշխատում է։ Տեխնիկական հիմնասյուներն է նշում, մեզ պետք կլինի, որ Next.js-ով այնք այդ կայքը գրելու, ինչ-որ CSS-ի, երևի թե դիզայնի հետ կապված հարցերի մասին մանրամասն ասում, նշում է, որ օգտագործելու ենք Supabase-ը, Vercel-ը եւ GitHub-ը։ Այս Supabase-ի, Vercel-ի եւ GitHub-ի մասին այս տեսանյութում մի քանի անգամ արդեն խոսեցինք եւ կարծում եմ ժամանակն է ասելու թե սրանցից որը ինչի համար է։ Պարզ լեզվով ասված GitHub-ում պահվում է մեր ամբողջ կոդը, այսինքն այս նույն ձևով այդ կոդը կարող է պահվել լոկալ համակարգչի մեջ, բայց մենք այս դեպքում պահում ենք GitHub-ում, որտեղ որ 100,000-ավոր, միլիոնավոր կոդեր կան, տարբեր օգտատերեր, տարբեր կազմակերպություններ այդպիսի կոդեր ստեղծում են եւ արդեն կապում են իրենց կայքերին, եւ այն կոդը, որը հիմա մենք ստեղծելու ենք, մենք եւս GitHub-ում ենք պահելու եւ սա մեր այսպես ասած կոդի պահման վայրն է լինելու։ Vercel-ը իր հերթին վերցնում է կոդը GitHub-ից եւ կայքի տեսք կավորթում եւ հենց Vercel-ի միջոցով է, որ մենք այն ինչ որ կոդի տեսք ունի, արդեն բուն կայքի տեսքով տեսնելու ենք, այսինքն հավաքելու ենք հասցեն եւ Vercel-ը օգտվելով GitHub-ից մեզ ցույց է տալու այն ամենը ինչ որ մեր կոդը պատրաստ է ցույց տալու եւ Supabase-ը այն շտեմարան է, տվյալների շտեմարան է, այդպես իդեպ այս եւ Vercel-ի եւ Supabase-ի ալտերնատիվներ կան։ Ես անձամբ զուտ առաջին պատահած տարբերակով օգտվել եմ հենց այս երկուսից եւ Supabase-ը դա տվյալների շտեմարան է, տվյալների պահոց, որտեղ որ մեր հարթակի բոլոր տվյալները պահվում են, այսինքն օրինակ մեր օգտատերերը գրանցվում են, այդ ամենը պահվում է Supabase-ում, չգիտեմ, մենք միջոցառումներ ենք ստեղծում, այդ տվյալները պահվում են Supabase-ում եւ այսպես շարունակ, այսինքն մեր հարթակը երբ որ ունի այս տվյալներ պահելու խնդիր, այն անպայման օգտվելու են նաեւ Supabase-ից։ Իհարկե կարելի է ունենալ ստեղծել կայքեր, որոնք որ առանց Supabase-ի էլ աշխատեն, այն պարզապես երևի թե IC-քարտ կայք կլինի, բայց եթե կոնկրետ տվյալների պահոցի խնդիր կա, իհարկե մեզ համանման ինչ որ հարթակ պետք է լինում։ Այսպիսով մեր տվյալ պրոյեկտի շրջանակներում, եթե մենք ստեղծում ենք
միջոցառումների հարթակ գրանցման համակարգով մեզ պետք է այս 3 հարթակները միասին ունենան, դա GitHub-ն է, Vercel-ը եւ Supabase-ը։ Իսկ հիմա վերադառնանք, տեսնենք Claude-ը ինչ պատասխանեց մեր ընդհանուր մեծ prompt-ին։ Դե այս մասով արդեն խոսեցինք, այսինքն Claude-ը բաժանել է մեր պրոյեկտը 8 փուլերի, նշում է տեխնիկական մանրամասները եւ ասում է ինչ պետք է անենք մինչեւ որ սկսի կոդավորումը։ Քայլ 1 պետք է ստեղծենք GitHub-ի նոր ռեպոզիտորիա, նոր պահոց, քայլ 2-ում նկարագրում է նախ ինչպես պետք է այդ ամենը անել, եկեք հենց հիմա մենք դա անենք։ Գնում ենք GitHub գնում ենք ռեպոզիտորիա բաժինը, ստեղծում ենք նոր ռեպոզիտորիա, որը որ կլինի Yerevan Events AI անունով եւ տեսնենք ինչ է առաջարկում, նկարագիրը այնքան էլ էական չի, visibility-ն, այսինքն տեսանելիությունը ասում է որ պետք է բաց լինի, readme ֆայլը պետք չի միացրած լինի եւ git ignore-ը եւս պետք չի միացրած լինի եւ այս ամենով իհարկե մենք ստեղծում ենք ռեպոզիտորիան, որը որ հենց հիմա արեցինք եւ ստացանք հենց այս ոճի հղում, որը որ խնդրեմ այդ հղումը ամեն դեպքում այստեղ դնենք տեսնենք ինչ է ասում եւ ինչպես նախորդ տեսանյութում իրականում ասել էի օգտվելու ենք Sonnet-ից հիմնականում, այսինքն Claude Code-ի Sonnet տարբերակից շատ բացառիկ կլինեն այն դեպքերը, երբ որ մենք կգնանք դեպի Opus, այսինքն ավելի բարձր լեզվական մոդել, որովհետև սովորաբար Sonnet-ը կարողանում է բոլոր խնդիրները լուծել եւ շատ ավելի մատչելի է։ Հիմա մենք տվեցինք GitHub-ի հղումը եւ մեր Claude Code-ը մտածում է։ Տեսնենք։ Claude-ը վերադարձավ եւ ասում է, որ արդեն այն կոդը, որը որ այսքան ժամանակ գրում էր, GitHub-ում է եւ արդեն ստեղ մանրամասն ներկայացնում է թե ինչեր է պատրաստել, որը որ մենք կարող ենք նաեւ ստուգել, տեսնել շատ լավ GitHub-ում ինչ ունենք։ Մի հատ տեսնենք ինչպես ենք դա անում։ Շատ լավ, գալով արդեն Yerevan Events AI, մենք այստեղ տեսնում ենք այս բոլոր բանակները եւ ֆայլերը, որը որ 1 րոպե առաջ Claude Code-ը ինքը պատրաստել է մեզ համար եւ հաջորդ քայլով ասում է, որ մեզ պետք է գնալ Vercel եւ Vercel-ում ստեղծել նոր պրոյեկտ, որը կկապենք մենք նաեւ մեր GitHub-ին։ Հիմա հենց դա էլ կանենք։ Գնում ենք Vercel նախագծերից ստեղծում ենք նոր նախագիծ Yerevan Events AI տարբերակով մենք ասում ենք, որ այստեղ մենք միանգամից սա տեսնում ենք եւ կարող ենք import անել։ Այսինքն, եթե մի քայլ հետ գնամ, նորից ստեղծում ենք նախագիծ, քանի որ իմ GitHub-ը արդեն իսկ կապված է Vercel-ին, Vercel-ը տեսնում է, որ նոր ռեպոզիտորիա, նոր բանակ եւ նախագիծ է ստեղծված GitHub-ում, դա Yerevan Events AI-ն է եւ մենք միանգամից կարողանում ենք այստեղից import անել։ Տեսնենք կարգավորումների մասով ինչ որ մի բան մեզ հարկավոր է թե ոչ, Next.js պետք է լինի, deploy պետք է չթողնենք եւ պետք է environmental variables հատվածին ուշադրություն դարձնենք, շատ լավ, ասենք դեռ deploy չենք անում, Next.js-ն էլ ընտրված է, ասում է 5-րդ քայլում, որ տեղյակ պահենք երբ է այդ edge-ում լինելու, որպեսզի արդեն environmental variable-ներ երևի թե անենք։ Որպեսզի environmental variable-ներ անենք, պետք է տեղադրենք, պետք է գնանք Supabase եւ այնտեղից այդ տվյալները բերենք։ Հիմա կգնանք մեր երրորդ արդեն հարթակը, որի մասին այսօրվա տեսանյութում խոսել ենք։ Եվ միասին նոր նախագիծ կստեղծենք, որը որ եւս կլինի Yerevan Events AI։ Մենք կկապենք GitHub-ը ամեն դեպքում, որպեսզի հետո էլ այդ հարցը չունենանք։ Եվ ասենց հիմա այս երկու էջը միասին փորձենք նայել, որպեսզի որևէ բան բաց չթողենք։ Project name-ը նշեցինք։
որոշակի հիմա password-ը պետք է հավաքել տվյալների համար, որպեսզի ապահով լինի։ Մենք այս արեցինք, API-ները միացնում ենք, մնացած մասով կարծես թե որևէ հավելյալ ծանուցում չկա եւ առաջարկում է Եվրոպայի տարածաշրջանը միացնել, որ ավելի մոտ է մեզ։ Գնացինք։ Նոր նախագիծը մենք ստեղծեցինք։ Հիմա պետք է հաջորդ քայլեր անենք, հա։ Ձախ կողմում կա այսա, որտեղից մենք API-ներ արդեն հիմա պետք է ստեղծենք։ Հիմա կարծես թե ինչ-որ մի բան փակ է, չեմ հասկանում թե ինչու։ Դեռևս պատրաստվում է պրոյեկտը, այսինքն դեռ պրոյեկտը ամբողջությամբ պատրաստ չէ, պետք է մի փոքր սպասենք եւ տեսնենք ինչ կլինի այդ ժամանակ։ Մեր նախագիծը կարծես թե պատրաստվեց Supabase-ում, ինչպես տեսնում ենք, հիմա կգնանք կարգավորումների դաշտ, այնտեղից API-ներ եւ ասում է, որ ինչ որ էջ կտեսնենք որոշ կոդերով։ Եկեք հիմա ես այս էջը մի փոքր կիսեմ, որպեսզի երկու պատուհանները ավելի հեշտ լինի զուգահեռ նայելու։ Project URL, այսինքն որտեղ է դա։ Ես չեմ տեսնում Project URL ասվածը եւ ամենայն հավանականությամբ ինչ որ մի բան բաց եմ թողնում։ Այն ես չեմ տեսնում այն ինչ ինձ ասում է, հա, քայլ 2-ում, այսինքն ասում է, որ կարգավորումներ գնալուց, API դաշտ ընտրելուց հետո մենք պետք է ունենանք project URL, anon public-ի, այս բանը ես դա չեմ տեսնում, դրա համար ես միանգամից կասեմ, որ դա չեմ տեսնում։ Ասում եմ, թե ինչ եմ տեսնում։ Իդեպ այսպիսի պարագաներում կարող եք նաև screenshot-ի տարբերակին դիմել, բայց ես խորհուրդ եմ տալիս screenshot-ի տարբերակին դիմել ծայրահեղ դեպքերում, որովհետև screenshot-երից եւ PDF-ներից cloud-ի կարդալը բավականին շատ տոկեններ է տանում։ Տեսեք, ասում է, որ մենք ճիշտ տեղում ենք ամեն դեպքում, ուղղակի անվանափոխություն է եղել։ Հիմա մենք այս publishable key տարբերակում ենք եւ պետք է սա կարծես թե կոպի անենք։ Ասում է, որ մենք publishable key-ն պետք է օգտագործենք, սա արդեն տեսանք։ Հիմա դա ունենալով, ինչ ենք անելու, պետք է գնանք վերսել, պետք է environmental variable դաշտում նշենք սա, next public Supabase URL-ը եւ արժեքը դնենք project URL-ը, որը որ մենք այստեղից տեսանք։ Եվ երկրորդը next public Supabase anon key-ն, որը որ մեզ մոտ այսա է։ Եվ իդեպ այս բոլոր կոդերը իրենք կարևոր է շատ ապահով պահել, այն ինչ որ հիմա ես այսպես հանրայնացույց եմ տալիս, դա լավագույնը չէ, բայց քանի որ սա տեստային օգտարաշիվ է, այդ առումով առանձնապես խնդիր չեմ տեսնում։ Մենք սա ստեղծեցինք, վերսել ենք, կապեցինք մեր Supabase-ը, արդեն իսկ կապել էինք մեր GitHub-ը եւ հիմա մի փոքր սպասենք, մինչեւ որ այդ կապերը իրականություն դառնա եւ տեսնենք ինչ կունենանք արդյունքում։ Պատրաստեց, հա, այդ կապերը, բայց տեսնում ենք, որ որոշակի խնդիրներ կա, error-ներ է տալիս, սխալներ է տալիս, եւ քանի որ ես ինքս հստակ չեմ պատկերացնում, թե ինչի մասին են այս սխալները, օպս, լավ բան չեղավ։ Տեսնենք արդյոք մնացել է մեր նախագիծը, այո, մնացել է։ Մի քանի րոպե աշխատելուց հետո վերսելը ի վերջո ավարտեց այս գործընթացը, բայց նշում է, որ կան սխալներ,
Սակայն քանի որ ես ինքս դժվարանամ հասկանամ թե ինչի մասին են այս սխալները, ես ամբողջ այս կոդը copy կանեմ, կպատճենեմ եւ կտանեմ Claude-ին ասելով, որ deployment-ը error-ներով էր եւ տեսնենք ինչ կպատասխանի, հա։ Եվ այսպիսի դեպքեր իրականում շատ են լինելու, այսինքն ամեն անգամ ինչ-որ նոր բան սարքելուց շատ հնարավոր է, որ deployment-ը, այսինքն վերսելի կողմից այդ կոդը կյանքի կոչելը խնդիրներով լինի եւ կարեւոր է, որ այդ խնդիրը անպայման լուծվի։ Հակառակ դեպքում ձեզ մոտ տպավորություն կլինի, որ դուք ինչ-որ մի բանի վրա աշխատեցիք, ինչ-որ մի բան սարքեցիք, բայց այդ սարքված բանը այդպես էլ չեք տեսնելու ձեր կայքում։ Եվ եթե հիմա նայում ենք կոդին, Claude կոդին, տեսնում ենք, որ ինչ-որ TypeScript-ի սխալներ է տեսել։ Իդեպ ասեմ, որ երբեմն այսպիսի սխալները շատ հեշտությամբ է Claude կոդը կարգավորում, այսինքն սխալը պատճենում եք, ինքը տեսնում է, նոր տարբերակը տալիս է, ուղղում է եւ միանգամից աշխատում է, սակայն լինում են դեպքեր, երբ մի քանի անգամ հետո առաջ լինելու խնդիր է առաջանում, որպեսզի այդ հարցը լուծվի։ Ամեն դեպքում իմ սեփական փորձից բոլոր այդ դեպքերում իմ աշխատանքը եղել է բացառապես Claude կոդում, այսինքն ես հրահանգ եմ տվել, նշել եմ խնդիրը, երբեմն նաեւ ճակերտավոր ասած բարկացել եմ, որ խնդրում եմ ավելի մանրամասն ուսումնասիրի լուծելուց առաջ, քանի որ տոկենների վատնում է տեղի ունենում։ Հիմա ստուգումն իրականացնում է եւ ասում է, որ հիմա նոր deployment-ի փորձ է տեղի ունենալու, տեսնենք աշխատի թե չէ։ Եվ իդեպ այսպիսի դեպքերում հենց վերսելում deployment dash են գնում, տեսնում ենք, որ մեր առաջին փորձը սխալով էր ավարտվել, հա, error է տեղի ունեցել։ Հիմա երկրորդ փորձն է եւ տեսնենք այս պարագայում կկարողանանք մենք ավարտին հասցնել այս նախագիծը թե չէ։ Կրկին տեսնում ենք, որ error տեղի ունեցավ, կրկին սխալմունք է եղել եւ հիմա բացենք, տեսնենք այս անգամ սխալը որտեղ է, ես պարզապես հիմա կրկին պատճենում եմ եւ սա փաստացի հենց այն դեպքն է, որի մասին ասում եմ, հա, որ մենք կոդը տալիս ենք, լուծում է տալիս, բայց այդ լուծումից հետո կրկին հարցը չի լուծվում եւ ստացվում է, որ հիմա նորից Claude-ը պետք է ինչ-որ աշխատանք տանի, որպեսզի ի վերջո այս deployment-ը տեղի ունենա։ Ահա Claude-ը վերադարձավ պատասխաններով, կոդի որոշակի փոփոխություն է արել, բայց նաև նշում է, որ ես Supabase-ի Supabase վերսել կարգավորումներում սխալներ ունեմ արած, եւ հիմա կստուգենք հենց այդ կարգավորումները, պետք է վերսելում գնանք environment variables, սա ամենասկզբում մենք կարգավորում էինք, եւ այստեղ ուրեմն տվյալը, որը որ դրել ենք, սխալ տվյալ էր եւ այն պետք է կայքի տեսք ունեցող, նկատի ունեմ կայքի հղման տեսք ունեցող տվյալ լիներ, որը որ սա է։ Ահա այսպես մենք հիմա կպատճենենք եւ կտեղադրենք եւ երկրորդը այստեղ այս անոյը անոնքին փաստացի մեր publishable key-ն էր Supabase-ի, որը որ սա է եւ սա էլ մենք այստեղ կտեղադրենք եւ save կանենք։ Ասում է, որ այս ամենը անելուց հետո պետք է հետ գնալ վերսելի deployments բաժինը եւ փորձել redeploy անել։ Deployment-ները սովորաբար տևում են մոտավորապես 1 րոպեի չափ, երբեմն մի փոքր պակաս, երբեմն մի փոքր ավել եւ հիմա սպասելու ենք, տեսնենք արդյոք այս անգամ ամեն ինչ կաշխատի, թե դեռ ինչ-որ խնդիրներ ունենք։ Կարծես թե այս անգամ ամեն ինչ աշխատեց, ամեն դեպքում համոզվելու համար ոչ, նորից մենք ունենք խնդիր եւ այդ խնդիրը հիմա կպատճենենք։ Այս պահը իհարկե փոքրինչ ջղայնացնող է, միևնույն ժամանակ կարծում եմ լավ է, որ այս տեսանյութի մեջ մենք հենց հնարավորություն ունենք տեսնելու, որ ամեն ինչ չէ, որ սահուն է գնում եւ պետք է լինում այսպիսի խնդիրները լուծել։ Եթե Claude-ի արձագանքը հիմա նայենք, տեսնենք, որ 6 խնդրից փաստորեն 1 խնդրի ենք նվազել եւ հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել, տեսնենք ինչքանով հաջող կլուծի այդ խնդիրը։ Ասում է, որ վերսելի environment variable-ներում պետք է երկու բան տեսնենք, երկուսն էլ տեսնում ենք այստեղ ներքևում եւ նորից redeploy անենք, տեսնենք ինչ է ստացվում։
մեր մի deployment-ը փաստորեն ստացվեց վերջապես, մյուսը կրկին խնդրով էր եւ սրա մասին եւս ես ամեն դեպքում կնշեմ Claude-ին։ Որպեսզի հասկանանք, որ ինչի մասին էր, որտեղ վստահ չեմ, թե մեզ որն էր անհրաժեշտ։ Իր կարծիքով հիմա ամեն ինչ նորմալ է եւ տեսնենք որքանով է դա աշխատում, թե ոչ։ Այս հողումը պատճենենք, փորձենք բացել։ Եվ մեր կայքը պատրաստ է, իհարկե շատ բազային տարբերակով, հա, հիմա ընդամենը մենք այս էջն ենք տեսնում եւ վստահաբար մեր ֆունկցիոնալը, այն ամբողջ ֆունկցիոնալը, որի մասին մեր Claude Code-ում խոսել ենք, դեռ պատրաստ չէ։ Մենք ամենայն հավանականությամբ հիմա գտնվում ենք երրորդ փուլում, չէ, ներողություն, 5-րդ փուլում, որտեղ որ environmental variable-ները տեղադրեցինք եւ կայքը live է։ Սա ինչ է մեզ ցույց տալիս, սա մեզ ցույց է տալիս, որ մենք միասին առանց որևէ կոդ գրելու կարողացանք ստեղծել այս կայքը, այս հարթակը Երևանում միջոցառումների, որը բնականաբար դեռ շատ բազային վիճակում է գտնվում եւ կարիք կա իհարկե այն զարգացնելու, բայց այս փուլում մենք փաստորեն մի քանի հարթակներ իրար կապելով կարողացանք մեր ի սկզբանե նախանշված գաղափարը իրականություն դարձնել։ Ինչ ստացվեց, որ այսօրվա տեսանյութի ընթացքում մենք 0-ից կյանքի կոչեցինք մեր գաղափարը եւ մեր գաղափարն էր ստեղծելու միջոցառումների հարթակ, որտեղ որ Երևանում տարբեր միջոցառումները ներկայացված կլինեին։ Մենք մեր նախագծի իրականացման համար ոչ մի տող կոդ ինքներս չենք գրել, որևէ ծրագրավորման հմտություն ինքներս չենք դրսևորել, եւ համադրել ենք փաստացի ChatGPT-ի հմտությունները եւ այդ հմտությունները բերել ենք տվել Claude Code-ին։ Այսինքն մեր սկզբանե գաղափարը եւ մեր պատկերացումները, այդ թվում մի փոքր էլ մեր մասին պատմելով խոսել ենք ChatGPT-ի հետ, ստացել ենք ամբողջական prompt, որը որ բերել ենք Claude Code-ին եւ Claude Code-ում աշխատելով կապել ենք GitHub-ին, Vercel-ին եւ Supabase-ին, որի արդյունքում արդեն մեր կայքը իր ամենաբազային տեսքով պատրաստ է։ Այս տեսանյութը փաստորեն ձեզ հնարավորություն է տալիս տեսնելու, որ հնարավոր է առանց ծրագրավորման հմտությունների ձեր կայքի կամ առցանց հարթակի մասին պատկերացումները կյանքի կոչել, սակայն ստեղծելը դա մի բան է եւ շատ կարեւոր է, որպեսզի այն դեռ զարգացնեք եւ իհարկե ծրագրային շարունակական ապահովում իրականացնեք, որի մասին մեր առաջիկա տեսանյութերում իհարկե անպայման կխոսենք։ Իսկ դուք բաժնորդագրվեք։ Շնորհակալություն։